Մարդու իրավունքներից մենք չենք կարող հրաժարվել, դրանք եղել են եւ կան պատմության մեջ եւ հասարակության մեջ։ Ես կարծում եմ հին ընկերներից մեկն է Մորենո Կամպոն, ով բարձրաձայնում է պարբերաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին։ Ինչպես գիտեք, բացասական ուժեր որոշում եղավ ՄԱԿ-ում քաղաքական պատերազմներից մեկի վերաբերյալ ու իմ հասկանալով բավական շատ են, բավական փորձված իրավաբանները, ովքեր ՄԱԿ-ի հանձնախմբի նկատմամբ սկսեցին հարձակվում, քանի որ համարում են, որ այդ հանձնախմբի կազմում կա կողմնակալ մեկը։ Ես խորապես հավատացած եմ, մարդու իրավունքները ոչ միայն գոյություն ունեն, այլ միայն դրանցից մենք կարող ենք բռնվել, մենք պիտի կառավարություններից պատասխան եւ հաշվետվություն պահանջենք, երբ վերջիններս իրենց իսկ օրենքներին չեն հետևում։ Երբ նման շոու է լինում, ինչպեսին եղավ Երևանում, այսպեսի աշխատանք, որը ցույց է տալիս, որ դա աշխարհ քաղաքական խաղ է, որը որևէ կապ չուներ Հայաստանի ժողովրդի շահերի հետ։ Զելենսկին ձեր շահերի համար չէր այստեղ։ Նա իր շահերի համար էր, իր օգուտների համար էր այստեղ եւ նույնը որը մյուս քաղաքական գործիչների բարակամ։ Հավատացեք ինձ, այս քաղաքական գործիչներից ոմանք շատ ավելի պոպուլյար են Հայաստանում, քան իրենց հայրենի երկրներում։